Ուկրաինայի տասնյակ սահմանապահներ եւ մաքսային ծառայության աշխատակիցներ Ռուսաստանի տարածք են անցել ստուգելու ռուսական 250 բեռնատարներից կազմված հումանիտար ավտոշարասյունը։ Մոսկվան մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինայի արևելյան շրջանի բնակիչների համար, սակայն Ուկրաինայի պաշտոնյաները կասկածներ ունեն, որ բեռնատարներում հնարավոր է զենք զինամթերք թաքցված լինի ռուսամետ անջատական գրոհայինների համար եւ պնդում էին, որ կընդունեն միայն Կարմիր խաչի լիազորած օգնությունը։ Ռուսաստանը պնդում է, որ բեռնատարները ջուր, սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ են տանում։ Սակայն արևմտյան պաշտոնյաները մտահոգված են, որ Ռուսաստանը առիթը կարող է օգտագործել ռազմական ներխուժման համար։ Այսօր Ռոստովի մարզում Ուկրաինայի սահմանից ոչ հեռու ռուսական տասնյակ զրահամեքենաներ միացել են հումանիտար ավտոշարասյանը։ Բրիտանական Guardian-ը, Independent-ը երեկ գրել էին, որ 23 զրահամեքենա Ռուսաստանից անցել է Ուկրաինա։ Լիտվայի արտաքին գործերի նախարարն է հայտարարել, թե անցած գիշերվա ընթացքում 70 միավոր զենք է Ռուսաստանից տեղափոխվել Ուկրաինա։ Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը Լինաս Լինկևիչուսը մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում իրավիճակի կապակցությամբ ասել է, թե մի կողմից մենք շատ ենք խոսում այսպես կոչված հումանիտար ավտոշարասյան մասին, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ իրավիճակը շարունակում է սրվել։ Մենք տեղեկություններ ունենք, որ գիշերվա ընթացքում 70 միավոր զենք է սահմանը անցկացվել, նշել է նա։ Ուկրաինայի արևելքում Դոնեցկի, Լուգանսկի մոտ մարտական գործողությունները շարունակվում են։ Դոնեցկի ինքնահռչակ իշխանությունները այսօր հայտնել են, որ ռմբահարումների հետևանքով անցած 24 ժամվա ընթացքում 11 քաղաքացի է զոհվել։